Բարև, հասանք Ղևդացոց գրքին 24-րդ գլխուն և գշարունակենք ավելի խորունկ հասկացողության, թե ինչ կնշանակե սուրբ ըլլալ և ինչպես պետք է մարդիկ արտահայտեն զայն։ Այդ պատճառով Տերը ավելի մանրամասնություններու կմտնե աշտանագի ջրաքին մասին և հացի սեղանին վրա դրված հացին։ Եվ ետքը գլխուն վերջին կեսը կնշե հայհոյանքն ու ադոր պատիժը, որն է մահապատիժը։ Մեգեն երկու համարներուն մեջ Իսրայելի որդիներուն պատվիրված է մաքուր ցիթայյուղ մատակարարել խորանին։ Այս աշտանակներուն ջրակը վարելու համար էր։ Այս կերպով Աստված մարդոց մղեց մասնակցելու խորանին հոգածության։ Երեկեն 4 համարներուն մեջ սակայն գսե, որ ջրակները պետք է շարունակ վարեին խորանին մեջ։ Բայց միայն Ահարոնը պետք էր հսկեր այս ջրակի հոգածության։ Այս կխոսի Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որ մեր մեծագույն քահանայապետն է և կխնամե մեր սրտերուն և կյանքերուն աշտանակները։ 5-7 համարներուն մեջ կգարտանք փարագ ալյուրի մասին, որ մարդիկ նույնպես պետք էր մատակարարեին։ Անոնց տված ցեթը կխոսի Սուրբ Հոգիին մասին, իսկ անոնց տված ալյուրե հացը Քրիստոսի մասին, որովհետև ան է գենած հացը։ Եվ խունգը կխոսի անոր մարդեղության հրաշալի փուրմունքին մասին։ 8-9 համարները կհրահանգեն, որ խորանին հացը պետք էր փոխվեր ամեն շաբաթ։ Այսպիսով, այդ մեկ շաբաթը սեղանին վրա պիտի ըլլար, ետքը Ահարոնն ու անոր որդիները պետք էր ուտեին միշտ սուրբ տեղը։ Կտեսնեք, թե ինչպես սրբության այս բոլոր ծեսերը կվերապերին մեր այսօրվա պաշտամունքին Քրիստոսի գենած հացին։ Այդ կարևոր է, քանի որ մենք պետք է անով սնուցանվենք, եթե կուզենք ծառայել անոր։ Հիմա գտվի, թե հանկարծակի փոփոխություն կա, քանի որ գլուխը կփոխադրվի հայհոյանքի խնդիրին։ Սակայն այդ կհիշվի, որովհետև եթե սրբությունը չի պահպանվի, ապա հայհոյանքը կգործե։ Ինչպես որ գսե պատմությունը Աստծո խոսքին մեջ, իսրայելցի մոր և եգիպտացի հորմը այս որդին հայհոյեց։ Թեև Իսրայելի պատմությունը այն է, որ անոնք խառնված են այլ ազգերու հետ, սակայն այն միշտ գրիվներ կառաջացնե, որովհետև իսրայելցիները կսկսեին դրդնչալ արտաքին ասեցություններեն։ Որովհետև երբ անոնք Եգիպտոսեն դուրս եկան, արդեն կկասկածեին, թե մեկնիլը իմաստություն էր արդյոք։ Եգիպտոսի մեջ ամեն բան դժվար էր, բայց երբ անոնք անցան անապատեն, ամեն բան ավելի դժվարացավ և անոնք սկսան քանքադիլ։ Հիմա սիրելիներ, ունենք այդպիսի նմանօրինակ մարդիկ եկեղեցվո մեջ։ Անոնք կգարձեին, որ իրենց բոլոր խնդիրները պիտի վերջանան և կյանքը թյուրուն պիտի ըլլար, երբ անոնք քրիստոնյա դառնան։ Բայց Աստված երբեք այդպես չսավ։ Դժվար է ապրիլ այս աշխարհի մեջ և մնալ հավատացյալ։ Հատկապես, եթե կփորձես մեկ ոտքդ պահել աշխարհի մեջ։ Եվ այս է, որ մեզի գրգին կվերադարձնե Ղևդացոց գրքի պատմության։ Հայհոյանքը ամենավատ մեղքերեն է, որ կարելի է պատկերացնել։ Հիսուս սկսացուց Սուրբ Հոգիին թեմ հայհոյել է, թե ադոր համար ներում չկա։ Եվ այս պատմության մեջ նաև այս երիտասարդը գրիվի մեջ մտնելեն ետք հայհոյեց Աստծո Սուրբ անվանը։ Հայհոյությունը աններելի մեղք ըլլալու պատճառը այն է, որ այդ կմերժե Տերոջ սրբությունը։ Նույնիսկ Տերոջ անունը սուրբ է և պետք է հարգվի։ Ետքը 13-16 համարներում մեջ Աստված հանեց հանցավորի դատավճիռը, ինչպես նաև պատիժը քարգոծվելով մեռնելու։ Անոնք, որոնք լսեցին երիտասարդին հայհոյանքը, պետք էր իրենց ձեռքերը տնեին անոր գլխուն, իսկ ետքը բոլոր ժողովուրդը պետք էր քարգոծեր զինք։ Տերը շատ լուրջ է այս մեղքին նկատմամբ։ Երբ անոնք կհայհոյեն անունը, անոնք պետք է մահապատիժի ենթարկվին։ Մենք ունենք քարը, Քրիստոսը, մեր մեղքերու քավությունը, բայց անկախ անգե մենք պետք է արժևորենք Աստծո սրբությունը և չհայհոյենք զինք։ Սիրելիս, Աստված է, որ մեզի տվավ Սուրբ Հոգին և Քրիստոսը մեր լույսը ըլլալու համար, որպեսզի մենք կարենանք արդացոլել անոր լույսը այս աշխարհին մեջ։
ինչ չանքեր կգործադրես անոր սրբությունը միշտ լուսավոր բահելու համար։